Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։ Պաշտոնյաները նաեւ բարձր են գնահատել Բաքու-ՆԱՏՕ գործընկերությունը եւ դրա զարգացման հեռանկարը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության անդրադարձ է եղել դաշինքի խաղաղապահ առաքելություններին, Ադրբեջանի մասնակցությանը եւ էներգետիկ ոլորտում գործակցությանը։ Վրաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը եւ առևտրատնտեսական կապերի զարգացումը, հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Իրակլի Կոբախիձեն շահարկում է որակել այն կարծիքը, թե Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ դերակատարումը։ Այն ամրապնդելու համար կատարվում են զգալի ներդրումներ, այլ ընտրանքային տրանսպորտային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի համար, նշել է Կոբախիձեն, հավելելով, որ վերջին 5 տարիների ընթացքում միջին միջանցքով բեռնափոխադրումները 7 անգամ ավելացել են։ Նրա խոսքով Վրաստանի նպատակն է առավելագույնի հասցնել իր ենթակառուցվածքների օգտագործումը աճող բեռնափոխադրումների ծավալները սպասարկելու համար։ Մոսկվայում կրկին հանդիպել են Ռուսաստանի նախագահը եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները Սթիվ Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները եւ տնտեսական հարցերով սպիտակ նախորդական Ջոշուա Գրյունբաումը, որն առաջին անգամ է միացել ամերիկյան պատվիրակությանը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով ռուսական կողմին են փոխանցվել Դավոսում Զելենսկի-Թրամփ, ինչպես նաեւ ԱՄՆ-Եվրոպա բանակցությունների մանրամասները։ Կարևորն այն է, որ Կրեմլում վերահաստատվեց, որ առանց տարածքային հարցը լուծելու երկարաժամկետ կարգավորման հույս չկա, հավելել է Ուշակովը։ Նա հավատացրել է, որ Մոսկվան հետաքրքրված է հակամարտության դիվանագիտական կարգավորմամբ, սակայն մինչև այդ կշարունակի ռազմական գործողությունները։ Ուշակովը տեղեկացրել է, որ Աբու Դաբիում տեղի կունենա անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աբու Դաբիում կհանդիպեն նաեւ տնտեսական հարցերով Վաշինգտոնի եւ Մոսկվայի աշխատանքային խմբի ղեկավարները։ Տեղեկություններ կան, որ Աբու Դաբիում արդեն մեկնարկել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները, դեռ հայտնի չէ արդյոք Կիևի եւ Մոսկվայի բանակցողները գտնվելու են նույն սենյակում։ Հանդիպմանն ընթരാճ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ 3 երկրի թիմերը քննարկելու են մասնավորապես Դոնբասի հարցը, որն ամենախնդրահարույցն է բանակցային գործընթացում։ Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Մոսկվայից Աբու Դաբի են մեկնել պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Դմիտրի Պեսկովի խոսքով Մոսկվայի հիմնական պահանջն այն է, որ ուկրաինական զորքերը լքեն Դոնբասի տարածքը։ Իրանի գլխավոր դատախազը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Իսլամական Հանրապետությունում զանգվածային ցույցերին ի պատասխան հարված չեն հասցրել այդ երկրին, քանի որ Թեհրանը չեղարկել է ձերբակալված 800 քաղաքացու մահապատիժները։ Մոհամմադ Մովահեդին սուտ է որակել ԱՄՆ նախագահի խոսքերը։ Ոչ այդպիսի թիվ կա, ոչ էլ Իրանի դատական մարմիններն են նման որոշում կայացրել, նշել է պաշտոնյան։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը չի ենթարկվում որևէ արտաքին ազդեցության։ Իրանի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ, Աբբաս Արաղչիի ձևակերպմամբ 2400-ը եղել են քաղաքացիական անձինք եւ անվտանգության աշխատակիցներ, 690-ը ահաբեկիչներ։ Իրավապաշտպանները սակայն հայտնում են, որ զոհերի թիվը հատում է 4000-ը, որոնցից շուրջ 200-ը իրավապահներ։ Ձերբակալվել է 26000-ից ավելի մարդ։ Թեհրան-Վաշինգտոն լարվածության ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավերը շարժվում են դեպի Իրան ապահովության համար։ Մենք հետևում ենք Իրանին, Դավոսից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հավելել է ԱՄՆ նախագահը։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ կարիք չի լինի գործի դնել այդ նավատորմը։ Իսրայելի զինված ուժերն էլ նախազգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են քայլեր ձեռնարկել թշնամիների դեմ։ Ցահալից նշում են, որ Իրանի դեմ 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմի ընթացքում արժեքավոր փորձ են ձեռք բերել։ Իրանի ԱԳՆ-ից նախազգուշացրել են, եթե հանրապետության վրա հարձակում լինի, պատերազմը շատ ավելի լայն սահմաններ կընդգրկի, եւ Միացյալ Նահանգները տեղեկացվել է այդ մասին։ Դիանա Գասպարյան, լուրեր։